Տաղավարում հյուրընկալել եմ գրող սցենարիստ հրապարակախոս Սոնա Մանուկյանին։ Հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 եւ հայաստանյան 060 3511 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել Տիկին Մանուկյանին։ Բարև ձեզ, Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ նոյանդապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մանուկյան, քանի որ անցած մեր հաղորդման ժամանակ դուք ասացիք, որ սպասվում է ձեր մյուս նոր գրքի ծնունդը, մի փոքրիկ հակիրճ ներկայացրեք գրքի շնորհանդեսը ինչպես տեղի ունեցավ, որից հետո մենք անցնենք հիմնական մեր հարցերին, որ հնարավորություն տանք նաև հեռուստադիտողին ձեզ հարցեր ուղղելու։ Շատ լավ, ուրեմն ուրախ եմ ինչպես բոլոր այսպես հեղինակներ ուրախանում են գրքի նոր ծնունդով, նույն ուրախություն նաև իմ մոտ էր։ Գրքից ծնունդին երկար էի սպասել, այսպես ասած, համարյա 10 տարի աշխատել եմ, մի քանի տարի ընդմիջում է եղել դրա համար, բայց հիմնականում աշխատանքը եղել է։ Վերջապես ծնվեց գիրքը, Գորգին խան, բավականին ասելիքը հնչեղ է, շատ արդիական է, անկախ այն բանից, որ 200-300 տարվա պատմություն է գրվել։ Գիրքը պատմավեպ է, ուրեմն ինչ ասեմ, եղավ այո շնորհանդեսը պատմության ինստիտուտում, ակադեմիայի պատմության ինստիտուտում, ներկա էր Հնդկաստանի դեսպանը, ուրեմն Ֆրանսիայի դեսպանատնից ուշ արձագանքեցին, հնարավոր է, որ դա իմ մեղքն էր, ես ուշ էի ներկայացրել հայտը, բայց Հնդկաստանի դեսպանն անձամբ ինքը եկավ, շատ լավ խոսեց, շատ լավ կարծիք հայտնեց, պայմանավորվել ենք հանդիպելու անգլերեն մի հատված գրքի վերլուծական, այսպես սեղմավեպի կարգի մի բան պետք է ներկայացնեմ, օրերս պայմանավորվում ենք օրը հանդիպելու եւ ներկայացնելու համար։ Ինչպես 17 թվին իմ գրած գիրքը գրվել է նախ ի սկզբանե գրվել է ֆիլմի համար, մեծ կտավի ֆիլմ արտադրության համար, նախկին դեսպանն ասեց իմ սիրած ժամանակահատվածն է, ես կարծեմ, որ այդ մասին խոսել եմ եթերում, իմ սիրած ժամանակահատվածն է, ես ամեն ինչ կանեմ, որ այդ ֆիլմը կենթանություն ստանա, ես իմ կառավարությունից 90%-ով վստահ եմ, որ կբերեմ համաձայնություն, դուք խոսեք ձեր կառավարության հետ, դուք կարողացեք համաձայնություն բերել, բայց մեր մոտ, ինչպես միշտ, այս մեծ կտավի գործեր, մեծ ընդհանրապես ծրագրերը միշտ չէ, որ իրականանում է եւ չստացվեց դա, գործը կանգնեց, որից հետո ես որոշեցի ինչպես նախորդ գիրքը ցեղասպանության մասին, հայ եկեղեցու մասին, հայոց եկեղեցու, որոշեցի գիրք հրատարակել, այո, գիրքը պատմավեպ է, հրաշալի աշխատանք է ստացվել, արդեն ընթերցողներ ունեմ, լավ արձագանքներ ունեմ, վեպը մի հայի մասին է, Գորգին խանի, Գրիգոր Հարությունյանի գիրքը այդպես վերնագրվել է Գորգին խան եւ փակագծերում Գրիգոր Հարությունյան, հնդկական բանակի կազմակերպիչ, սպառապետ, գեներալ եւ արևելանցկական ընկերության Անգլիայի գաղութատիրական պետության այդ արևելանցկական ընկերության զորքերի հետ հաջող մարտերի են բռնվել ազատագրական պայքար հնդկական ժողովրդի հնդկական այսպես իշխանությունների ու իրավունքների իրենց ազատագրման համար եւ հաղթանակներ են տարել, երբ Գորգին խանն էր ղեկավարում բանակը։ Եվ այդ հաղթանակների ժամանակ բարձրացվել է նաև ի պատիվ եւ Գորգին խանին եւ այնտեղ կրվող հայերին, որովհետեւ 100-ից ավել հայեր եւ ավելի շատ հայեր կային, իսկ 8 հայ նաև հրամանատարներ էին, որոնց հրամանատարության տակ կրվում էին 10,000-անոց զորքեր։ Բանակը ինքը ես գրքի մասին մի փոքր մանրամասնում եմ, որ հետաքրքիր լինի ընթերցողը կարդա, բայց ոչ ամեն ինչ, ամենահետաքրքիր տեղը կթողնեմ ընթերցողին։ Գորգին խանը կազմավորեց ուրեմն եվրոպական կարգու կանոնով բանակ, որը բոլորովին չէր զիջում անգլիական բանակին, 15,000-անոց հեծելազոր եւ 25,000-անոց հետևակային բանակ, հաղթանակներ էր տանում մինչև Գորգինի մահը, բայց մահից առաջ, ասենք, որ Միր Կասիմին դավաճանավա խաբեցին Միր Կասիմին, նա փոխեց հրամանատարին, որից հետո սկսվեց պարտություններ հնդկական բանակի։ Ասեմ նաեւ, որ մի քանի տեղ ես շատ լավ եմ ուսումնասիրել վավերագրերը եւ օտարլեզու անգլիական վավերագրերը եւ հայերեն, հայկական մի խոսքով բավականին տեղեկացված եմ գործին, ոմանք ասում են, որ Միր Կասիմը չէր հանձնարարել, որ սպանեն, ոմանք ասում են, բայց իմ ուսումնասիրությունները բերեցին այն եզրահանգման, որ այո, անգլիական խարդավանք է դիվանագիտությունը գործ ուներ դրանում, բայց հիմնականում հրաման տվողի ավ իր մտերիմ ընկեր Վենգալիայի նավավ Միր Կասիմը
Գորգինին սպանեցին իր ճամբարում 33 տարեկան հասակում, բայց երբ որ ինքը կասկածելով փոխեց հրամանատարին, հնդկական բանակի պարտությունները սկսվեցին այդ ժամանակ Սումրուի ղեկավարած կռիվներում հնդկական բանակը տանուլ տվեց։ Ուրեմն Գորգինին սպանելուց հետո շատ վատ վերջաբան ունեցավ ամբողջ Բենգալիայի եւ Վերնախաբի համար եւ ժողովրդի, ես կասեմ մի բանը գրքում գրած, որը կարող է եւ այո, այսպես գայթակղիչ լինել ընթերցողի համար, որ կարդան, ուրեմն Գորգինի մահից հետո Հնդկաստանում Բենգալիայի ամբողջ նահանգում սարսափելի սով համաճարակ սկսվեց, որի արդյունքում մահացան 10 միլիոն մարդ, 10 միլիոն հնդիկներ մահացան եւ անգլիական պատմաբանները, ես այդ մասին արդեն չեմ ասի, կխոսեն, այո, մենք արդեն փորձենք ամփոփել գիրքը, որ Այնպես որ Գորգին խանը հնդկական այսպես պատմագրության մեջ պայծառ կերպար է մտել, շատ լավ այսպես միշտ արգանքի տուրք են տվել, նրա անունով փողոց կա, հրապարակ կա, կարծեմ որ հաղթանակի հրապարակ այդպես է կոչվում։ Մի խոսքով ընթերցողներին շատ մեծ սիրով հրավիրում եմ ընթերցելու, կարդալու գիրքը շատ լավն է։ Ամեն դեպքում իսկ ինչպես ձեռք բերեն գիրքը, եթե ցանկացողներ Գիրքը առայժմ չկա գրախանութում, բայց բուկինիստում պայմանավորվել ենք կտանենք, քիչ տպականակով եմ այս անգամ տպել, կասեմ ես, բուկինիստում հաստատ կլինի։ Հենց մեզ մոտ եք տպագրել գիրքը։ Այո, ես նախորդ անգամ ասի տպագրվել է Նոյան Տապանում, գիրքը հաջողված է, որակը լավ է, ստացվել է, այնպես որ ընթերցողը գոհ կլինի եւ գրքից եւ այս անգամ ես չբերեցի նախորդ անգամ գիրքը բերեցի ցույց տալու համար, հնդկական այսպես քարտեզ այդ արևելյան հատվածն է, աշխարհի արևելյան հատվածը, որտեղ Չինաստանն է, Հնդկաստանն է, այդպես է։ Գորգին խանի նկարը հետևի մասում է, հեղինակի նկարի։ Այնպես որ ժամանակ ունենան, ժամանակ ունենան, կարդան, այո, կունենա եւ շատ լավ սկսվում է մի տողը կասեմ, գրքի սկիզբը ոչ կխոսեմ անոտացիայի մասին, որը շատ հետաքրքիր, ոչ էլ որպես առաջաբան։ Միայն հենց սկսվում է գործը, կասեմ մի տող կա գրած, որի համար կարելի է կարդալ։ Ձեր զավակն եմ ես, ինձ մի մոռացեք։ Շատ լավ, Տիկին Մանուկյան, շնորհավորում ենք, ձեզ հաջողություններ ենք մաղթում եւ սպասում ենք նոր գրքերի։ Հիմա անցնենք, թե ինչ է տեղի ունենում, ամեն դեպքում այդ պատմական գրքերի մասին մենք խոսում ենք մեր ժողովրդի ոգին չկոտրելու համար, ցույց տալու թե մենք ինչ ենք եղել, նույնիսկ կոտարների համար, ինչպես ենք հաջողություններ եւ հաղթանակներ, այնպես որ մնում է միայն մեր մեջ այս դժդժությունները, պառակտումները վերացնենք եւ հաստատ մեր արժեվ ոչ մի թշնամի չի կարողանա կանգնել։ Հիմա հասկանանք ինչու Բաքվին ուղարկվել էր պետական մակարդակով հրավեր մասնակցելու համաեվրոպական հարթակին, որը պետք է լիներ Երևանում եւ Ալիևը հրաժարվել է մասնակցել, բացատրելով, որ դեռ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռ վերջնականապես չի ստորագրվել։ Ինչ է խուսափում Ալիևը այս հանդիպումից եվրոպական հարթակներում այնել Երևանում եւ արդյոք սրանք դեռ նոր հարցեր չեն առաջացնում թե հասարակության մոտ եւ թե այն մարդկանց, ովքեր որ դրոշակ են արդեն դարձել, որ խաղաղություն է։ Մարդ իր բերանով ասում է խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել։ Այո, ես շատ հաճախ եմ ասել, համարյա միշտ ասել եմ Մարի ջան, հետևորդները գերազանց գիտեն, դուք վստահաբար հիշում եք իմ խոսքերը, որ ես չեմ հավատում ոչ մի պայմանագրի խաղաղության հետ կապված, սա դիվանագիտական խաղեր են եւ մի բան միայն մեր համար լավ է, ինչքան որ ձգձգվի այդ իմ վատ կանխատեսումը, որ չի կարող խաղաղություն լինել, ինչքան որ ձգձգվի դա մեր օգուտն է, մինչև կարողանա երկիրը ողջ կանգնել։ Եվ հաղորդումների սկզբում եւ վերջում ես հաճախ ասել եմ, ես պետք է զինվել։ Այնպես որ ես գրեթե ասեցի այդ պատասխանը, ես պետք է զինվել, թե ինչ կասի Ալիևը, ես Ալիևի մասին բաներ կա գրում եմ հիմա, շուտով դա կլինի Ալիևի խոսքերով, մի խոսքով։ Ես ոչ Ալիևին եմ հավատում, ոչ նրա նախորդներին, ոչ էլ ապագա։ Այսինքն այստեղ ինքը մեզ հետ ավելի ազնիվ է։ Նրանք միշտ ազնիվ են եղել իմիջիայլոց։ Եթե ես համեմատություն տանեմ Կրեմլի հետ, նրանց մենք միշտ վստահել իմիջիայլոց, ասեմ Ժիրինովսկու շատ ռուսական, այսպես տեսաբանների խոսքերը, որ ամենահավատարիմ դաշնակիցը ռուսների համար եղել են հայերը։ Եվ ամենահաճախ դա մեզ Կրեմլից մեջքին հարվածել են։ Իսկ ինչ վերաբերում է մեր արմատական թշնամիներին, Թուրքիային, Ադրբեջանին, նրանք միշտ անկեղծ են եղել։
Նրանք չեն խաբել, նրանք ասել են, որ հայրը մեր թշնամիներն են, նրանք միշտ եղել են այն վիճակում, որ մենք կարող ենք միշտ պատրաստել, որ կռիվ կարող է լինել, նրանք երբևէ չեն խաբել, ինչ ասել արել են։ Թե դավադրությունները, թե ցեղասպանությունը, թե էթնիկ զտումը, ամեն ինչը նրանք նախապես ասել եւ անգամ ուրեմն Արցախի շրջափակումը։ Նրանք սկսեցին իրենց էկո ակտիվիստներով գործանել եւ գնացին նրան ինչին որ գնացին։ Նրանք ավելի անկեղծ են եղել։ Չի կարելի չընդունել այդ փաստը։ Ասել եւ արել են։ Հիմա այս մերժումը կարող է Երևանի եւ Բաքվի միջև ընթացող այս խաղաղության գործընթացի վրա որոշակի ազդեցություն ունենալ, սա ազդակ է ում համար։ Չեմ կարծում, ինչի համար, որովհետեւ եթե կա Ամերիկայի միջնորդությունը, մենք ունենք օգոստոսի 8-ի այսպես համաձայնագիր, այսպես ասեմ, դա ես չեմ կարծում, որ նա հիմա կհամարցակվի անելու, որովհետեւ այս դեպքում ոչ ինքը իրան դաշնակից է, որ ինքը կարող է Թուրքիայի, Իսրայելի կամ ուրիշ երկրի նման որ կարող են օգնել իրեն։ Այս դրությամբ չեմ կարծում, որ ինքը կարողանա այդ կարգի տրամադրել։ Ամեն դեպքում բանակցությունները կընթանան։ Բանակցությունները կընթանան, արդյունքը ինչպիսին կլինի։ Հա, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ փոխվում են նաև դիրքորոշումները։ Այսինքն դուք շահագրգռվածությունը դեռ չեք տեսնում, որ այլ։ Ոչ, ես չեմ հավատում, հակառակ դեպքում նրանք գոնե մանկապարտեզում կասեին հայերը մեր թշնամիները չեն, կամ այդ ոռնոսները, լուսնի վրա ոռնոս այդ գորշգայլերի նշանները չէին, այն մանկապարտեզից սկսած դպրոցից, գրքերից, պատմությունից, նրա դա պետական մակարդակով պատմության խեղաթյուրում ու թշնամանք է հայ ժողովրդի նկատմամբ, ես ոնց կարող եմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Գերիների վերադարձ, տարածքներից դուրս գալ։ Այո, այո։ Մենք զանգ ունենք Տիկին Մանուկյան, ասեն, որ մեզ արդեն զանգալի։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո ձեզ Մարի ջան, ողջունում եմ ձեր հյուրին։ Շնորհակալ ենք։
Եվ շնորհավորում եմ ձեր գրքի ծնունդը Տիկին Մանուկյան։ Շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր գիրք է։ Ամերիկայում վաճառվելու է դա Տիկին Մանուկյան։ Հաջորդ հրատարակության ժամանակ երևի որտեվ սա քիչ տպաքանակով է եղել, 100 հատ է եղել, այո տպաքանակը քիչ է, սա ամենայն հավանականությամբ շուտ կսպառվի, հաջորդի ժամանակ կարծում եմ կլինի Իմիջիայլից ասեմ, որ ինձ ասեցին, որ շատ հնարավոր է նախ առաջինը հնդկերեն թարգմանել, իրենք ուզեցին հնդկերեն իրենց լեզվով, բայց անգլերենի մասին խոսք կա թարգմանելու։ Ես կուզեի, որ դա իհարկե մի քան, նաև ֆրանսերեն, որովհետև ֆրանսիացի հերոս ունենք գրքում, իրական կերպարները բոլոր վավերագրությունը մեր հրաշալի այնպես որ ինչ ասեմ գրելու ժամանակ սիրահարվել էի մեր ֆրանսիացի բարեկամին գնդապետ Ժան Բապտիստ Ժոզեֆ Ժանտիլին։ Այդ թարգմանությունները կլինեն, իսկ հայերեն իհարկե կարծում եմ որ կգա եւ դա շատ լավ կլինի, թող տարածվի թեման։ Այո, մենք մի բան էլ ավելացնեմ, ներողություն արել։ Այդ զորավարը շատ հայտնի լավ ստրատեգ էր։ Ավելի չի անգամ չի պատմության մեջ որ մենք տարբեր երկրներում մեր զորավարներ ենք ունեցել։ Ինքը մի սխալ բան արեց։ Ինքը թշնամու հետ հանդիպեց որ դիլ անի։ Անդերից սկսեցին կասկածել որ կարող է ինքը դավաճանական բան անի։ Ես իհարկե պատմաբան չեմ Տիկին Մանուկյան, բայց մի թեթև գիտեմ 10-րդ դարում Հովանես Չմշկեցին զինվոր էր, գերի ինքավ Բյուզանդիա, տարիներ հետո նա դարձավ Բյուզանդիայի գլխավոր հրամանատարը, իսկ դրանից հետո էլ 6 տարի կայսր եղավ Բյուզանդիայում եւ դա լավագույն տարիներն էր Բյուզանդիայի ուժեղ, նրանից հետո Վասիլի III-ը, որը մոտ 20-25 տարի ինքը Բագրատունյան զավակեր 20-25 տարի Բյուզանդիայի կայսրը եղավ եւ եկավ Հայաստան եկեղեցի կառուցեց։ Ես եթե կարող եք այդ մասին գրել, լավ կլինի, որովհետեւ երևի շատ հայեր չգիտեն, բայց ես ձեզ հարց ունեմ Տիկին Մանուկյան։ Եթե Փաշինյանը ոնց որ մեր կտրիչը Սասունցի Դավիթ այնչա չգիտեմ ածական անունը եկեղեցու ղեկավարը եթե Փաշինյանն էլ իր նման մի քանի անօրինական կին պահեր շատ ներողություն արտասանության համար բոս պահեր եւ նրանցից ունենալ երեխաներ 4-5 հատ ինչպես մեր կտրիչն անում եկեղեցին ինչ դիրք կբռներ Փաշինյանի նկատմամբ ես կարծում եմ կլռել որտեղ եկեղեցին այդպես այն իսկ ձեր կարծիքը ինչա Տիկին Մանուկյան Շնորհակալ ենք Խնդրում եմ եթե կարելի է Շնորհակալ եմ հարցի Ես ներողություն եմ խնդրում ամեն դեպքում այդ հայտարար խոսքի համար այո բայց եթերում դա հնչեց ամեն դեպքում Եթե հակառակ պատկերը լիներ այդ դեպքում ինչ կաներ եկեղեցին հեռուստադիտողի Ուրեմն ես Մարի ջան խնդրում եմ հարցի վերջին մասը ինձ նորից հիշեցնել ես անդրադառնամ Եկեղեցին կլռեր եթե Նիկոլ ես դրան կպատասխանեմ իհարկե ուզում եմ ասել սկզբի մասի երբ որ Գորգի խանի մասին խոսք եղավ որ ինքը դիլից էր ուզում անել բաժանել Շտամու հետ էլ հանդիպել եւ ուզում եմ եթե կա այդպիսի տպավորություն այդ տպավորությունը ընդհանրապես ծրել չի եղել այդպիսի բան Գորգի խանի եղբայրը եղել է անգլիական ընկերության անդամ ոչ մի կերպ չի կարողացել համոզել որ ինքը անգլիացիների հետ մտերմանա թողնի հնդկական բանակ հնդկական ամեն ինչը իր այդ օրենտացիա կողմնորոշումը եւ միանա եղբորը որը կարկառուն դեմք էր արևելանկական ընկերությունում չի միացել չի գնացել գայթակղիչ հազարավոր առաջարկներ ունարի անգլիացիները որ գնա իրենց ցանկացած գաղութում ղեկավարի կամ հենց Լոնդոնում լինի ղեկավար պաշտոնի Գորգինը պատասխանել է որ ես տվել եմ իմ հավատարմության երթումը եւ հավատարիմ կմնամ մինչեւ վերջ չի գնացել այնպես որ այդ թյուր կարծիքը հավանաբար խոսքը նրան մասին է որ այդ հանդիպումն է եղել հենց ճակատագրական հանդիպումը ճակատագրական չի եղել որովհետեւ նրանք չեն հանդիպել նրանք մի անգամ են հանդիպել որ կազմակերպել են հանդիպում Գորգին հետ որպեսզի անգլիական գերի ընկած հրամանատարներին կարողանան հանել եւ ժամանակավոր դադար լինի բայց Գորգինը գլխինով եւ ծածկագիր նամակներ իր այսպես թիկնապահները գտել էին ծածկագիր նամակները բերեցին եւ հասկացան որ անգլիացիները ժամանակավոր դադար
աշխարհի ընթացքում իրանք ուզում էին հարձակվել բանակի վրա եւ Գորգինը իր հերատեսությամբ, այո, շատ լավ ստրատեգ լինելով կարողացավ կանխել դա։ Իսկ նրանք կասկածել են, շահարկել են, որ եղբայրը անգլիական ընկերության անդամ է եւ նախանձում էին շատ Գորգինի парքին Միր Կասիմի նավաբի մտերի մարդիկ եւ այդ նախանձը աշխատեց անգլիացիների դավադրության հետ, դավաճանության հետ, որը բերեց այդ աղետը, ասեմ, աղետը իրական աղետ էր, որովհետեւ դրանից հետո Միր Կասիմը նավաբը գնաց Կալկաթա, այնտեղ աղքատության մեջ մահացավ, ասեցի արդեն ինչքան զոհեր ունացել, մի խոսքով դա։ Իսկ ինչ վերաբերում է հիմա եկեղեցուն ասեմ թե ինչ կարող էր անել, այո, եթե մի շատ տգեղ խոսք կա, կներեք, ես հիմա ասեմ, դա ասում են շունը շանթաթ չի կծի, այդպիսի խոսք կա, որ եթե երկրի ղեկավարությունները արեն այնպիսի կենսագրություն, այնպիսի անձնական կյանք, ինչպիսին ունեցել է եկեղեցին կլռեր, որտեղ նա Ինչու եկեղեցին եկեք չմիավորություն, այո, կաթողիկոս ասեն կամ հոգևորականները, նրանք ովքեր որ այո, աշխարհի կյանքով են ապրել, մոռանալով հոգևոր կյանքը, միշտ մենք գիտենք ոչ բարձրակարգ, բարձրաստիճան հոգևորականները կուսակրոն չեն եւ աշխարհի կյանքով են ապրում, ուղղակի իրենք հոգևոր աշխատանքն անում եկեղեցիներում։ Այնպես որ բնականաբար նախ եթե հիշենք մենք Ամերիկայի պրեզիդենտին, որ սիրուհի ունեցել, ամբողջ աշխարհում մեկ հայտարարություն եղավ, նույնը կլիներ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա ունենար կանայք կամ ինչպես մեր այսպես Եկեք հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը երբ ասաց, որ այդ օրինականությունը չկա իրենց ամուսնության մեջ, նույնիսկ հասարակության շրջանակներում եղավ քննարկման առարկա եղավ, այո, եթե եւ քննադատություններ եղավ, այդ դեպքում որպես կին նա Արտասահմանյանի ուղևորումների ժամանակ է խոսքում այնպես որ հասարակությունը բարձրաձայնեց ոչ հասարակությունը մարդը ժողովուրդ ընդհանրապես ոչ մի կեղծ բան չի ընդունում կեղծ եւ անօրինական եւ օրենքից դուրս բաներ չի ընդունում դա կլինի եկեղեցին կլինի ղեկավարը ով ուզում է լինի մի փոքր անօրեն բան մի օրենքից դուրս բան տեսավ անպայման բարձրաձայնում ամեն դեպքում եկեղեցին կլռեր այս դեպքում դե կլռեր որտեվ համախոհեր լինելու իրեն մենք եկեղեցու չլռելու դեպքում երկխոսությունը ինչպիսին կստացվեր Տիկին Մանուկյան այս հանրային ձևով թե այո մի ցավալի բան ասեմ եթե հիշում եք ես մի քանի ամիս առաջ մենք հարցազրույց ունեցանք եկեղեցու մասին ես բավականին խիստ խոսել եմ կաթողիկոսի մասին ես հիմա նորից նույն խստությամբ կարող եմ խոսել ուղղակի դրա կարիք այնքան ուր չկա որ արդեն ասել եմ բայց ես հենց այն ժամանակ ասեցի որ ես չեմ ուզում որ բարձրաձայնվի ու աշխարհով մեկ լինի եկեղեցու հետ կապված այսպիսի ասենք հանորինություն ասենք խրդժություն ասենք հայտարարություն չգիտեմ ես չէի ուզենա որ առաջին քրիստոնեություն ընդունող երկրում այսպիսի եկեղեցիականելու իշխանություն մեջ ընդվզում լիներ մենք գիտենք ինչ է եղել մենք ես հատկապես գիտեմ եկեղեցու պատմություն գրող մեկս որ գիտեմ ինչ պատմություն ինչ ճանապարհ է անցել մեր եկեղեցին ու ինչ փառավոր փայլուն կաթողիկոսներ ենք ունեցել նաև ունեցել ենք վատերը ու ես զարմանում եմ հիմա ինչու հիմա ես մի փոքրիկ անդրադարձ անեմ այդ պատմության հետ կապված իսկ հովանավանքն էլ ամեն դեպքում մենք քննարկենք ինչպես է հոկտեմբերի 26-ի պատարակ գնահատում եւ այս կիրակեր պետք է կրկնվի դա Եթե շատ լավ է, ապա ինչու չեք մասնակցում Տիկին Մանուկյան։ Ես կասեմ, ես կիրակի օրը աշխատել եմ, այս կիրակի օրը չգիտեմ կգնամ թե չէ, եթե տարող լինի կգնամ, եթե հարմար լինի։ Ձեր գնալով ինչ եք ուզում դրանով ասել լինել։ Ժողովուրդը դա այն մասան է, որը Նիկոլ Փաշինյանին է։ Չէ, ժողովուրդը այն մասան է, որ եկեղեցի է։ Ես ինքս իմ մեջ եկեղեցի եմ կրում։ Դուք Մարի ջան, եկեղեցի եք կրում, դուք եք ժողով։ Իսկ ինչու հենց այդտեղ, իսկ երբևէ գնացել եք այդ եկեղեցին։ Ես այդ եկեղեցում եղել եմ մինչև ամուսնանալու։ Իսկ հիմա գնալու նպատակը ո՞րն է։ Գնալու նպատակը այն էր, ընդհանրապես տեսնել, ես ուրեմն ասեմ, պատերազմից հետո մեր պարտությունից հետո, երբ որ ժողովուրդը ընդվզում էր, փողոցները լցվել, ես միտք չունեի մասնակցելու դրան, բայց որտեղ ժողովուրդն է, այնտեղ ես մի քանի ժամով եղել եմ այնտեղ։ Գնում եք կարծիքներ հավաքելու, հասարակական այս անպայման։ Ես հիմա եթե գնում եմ պատարակի, մեր մոտ եկեղեցին մոտիկ է, ես լինում եմ, ուրեմն ամիսի 2 անգամ պատարակներին համարյա մասնակցում եմ եւ ինձ հետաքրքիր է մարդկանց կարծիքը, ժողովրդի կարծիքը, ինչը որ ավելի կարեւոր է, քան իշխանությունների կարծիքը։ Իսկ որ այն ինչ որ տեղ ունեցավ եկեղեցու ներսում երիտասարդին, որ դուրս բերեցին, վերանը խոսքի ազատության մասին է խոսում այս նույն իշխանությունը։ Ես չէի ասի խոսքի ազատության, ես կասեի, որ բերանը փակեցի, որպեսզի անպատիվ խոսքեր չասեր, որպեսզի չասեր լռի, դու իրավունք չունես պատարակ կարգ կատարելու։ Այնպես որ այդտեղ ժողովուրդն էր տալիս իրավունք, կարող էր անել նա թե չէ։ Այսինքն ժողովրդի իրավունքով այդ տնային դուրս բերեցին եկեղեցու։ Ասում ցանկացած օրենսգրքից, ցանկացած այսպես
կոնստիտուցիայի սահմանադրությունից, ցանկացած չգիտեմ իշխանավորի խոսքից կարևորը ժողովրդի խոսքն է։ Միշտ եմ ասել, առանց ժողովրդի ոչ եկեղեցի կա, ոչ իշխանություն, ոչ մի բան չկա։ Դրա համար ես սիրում եմ լինել ժողովրդի։ Բայց Նիկոլ Փաշինյանը հիշացրեց եւ ասեց սկանդալային հայտարարություն եմ անում, հայոց կանոնագրքի մասին է խոսել նույն կաթողիկոսը։ Եթե հայոց կանոնագրքի մասին է, դա պիտի լինի եկեղեցուն, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ворջ չունի դրանից։ Դա պետք է անեն հոգեվորականները, որտեղ նրանք կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը այս պատարակները կազմակերպում է հասկանալու համար, թե որքան համակիրներ ինքը ունի, ընդ որում թիվը բավականին քիչ է եղել ըստ որոշ աղբյուրների, եւ սա նաեւ հնարավոր է տանի բախումների։ Ես չեմ կարծում բախումների տանի, ինչից որ սարսափում եմ, ինչը որ ես ասում եմ ափ լծված է ատելությունը երկրում, դա է ավելի վտանգավոր, եւ հետո եթե ժողովուրդը ինքը իր մեջ կրում է հայոց եկեղեցին ու քրիստոնեությունը, հաստատ այդ պատճառով բախումների չի գնա։ Դա ավելի շուտ մենք գիտենք, որ մի Սրբազանը քայլարշավով եկավ Կիրանցից, որ իշխանափոխություն անեին, նրանք ավելի շուտ խառնվել են իշխանությունների պետության գործերին, մինչդեռ ես ուզում եի պատմական անդրադարձանեմ, մեր եկեղեցին միջև հիմա կարգալույս չի արել Պետրոս Գետադարձի նման մի կաթողիկոսի, որը դավաճան էր, ուղնուցուցով պատմությունը արձանագրել է, որ նա կարող էր քաղաքի դռները բացել, թագավորին ուղարկել, այսպես կամովի ուղարկել, չասեմ խաբելով, չգիտեմ ինչ համոզելով ուղարկել թշնամի երկրի մոտ ու բացել թշնամու առաջ քաղաքի դարպասները, նրան կարգալույս չի արվել, նրա մասին խոսք չկա պատմության մեջ, մտել է Պետրոս Գետադարձը, բայց երբ խոսք է լինում Պապ թագավորի մասին, ամենավատ խոսքերն են ասում թագավորի մասին, այն ժամանակ, երբ որ ինքը անգելանոցներն էր փակում, կուսանոցներն ասում է գնացեք երեխա ունեցեք, երկիրը զարգացնել է պետք, հենց որ տեսան եկեղեցու շահերին կպնող մի բան էր, թագավորի ասածը, որ պետության մասին էր խոսքը, սկսեցին, այո, սկսեցին թագավորի մասին վատ բաներ խոսել, այնպես որ ազգային գաղափարախոսությունը պիտի լինի եւ հոգեվորականների մոտ, եւ իշխանավորների մոտ, որ ժողովուրդը կարողանա համախմբել ազգային գաղափարախոսության, մեկ գաղափարախոսության շուրջ, հայենք, Հայաստան երկիրն է մեր երկիրը, սա մեր սրբությունն է, դա կլինի կաթողիկոսի մասշտաբով, կլինի իշխանության ինչով ուզում էլի, իսկ ամենակարևոր ժողովրդի համախմբման միջոցով, դա է ամենակարևոր սրբությունը։ Իսկ ինչքան կարող ենք հետևել այս իրադարձություններին։ Ամեն դեպքում արդեն այո, շատ հոգնեցուցիչ է, ես սարսափելի ծանր եմ տանում, որ վերջը չի երևում, չեն թողնում ժողովուրդը ուշքի գա, չեն թողնում ժողովուրդը մեջ կշտկի ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ սկսեն տարբեր կարծիքներ, բախումներ, հետո գիտեք մեկնաբանելու շատ բան է կախված, կարող է մեկը մի սրիկայաբար։ Իսկ ասում են նոր աղանդ է արդեն Հայաստանում վարչապետը։ Ինչ ասես արդեն ասում են։ Ես հենց հիմա հետ դառնամ մի քանի ամիս առաջ ասած իմ այդ հարցազրույցի խոսքերին, ես գրել եմ ալելույա մի աշխատություն ու թեջ ընդամենը մեկ դերասան թատրոն ու շատ լավ արձագանքներ էր գտել դա եկեղեցուն էի տալիս, որ եկեղեցին այդ աղանդներին կարողանա զսպել։ 2000 թվից սկսած, ել չասեմ, որ 95-96 թվից դռները ջարդում էին Եհովայի վկա ու չգիտեմ 50-ական ու 50-ական ինչեր էին, այնքան շատացել են հիմա աղանդները, դա եկեղեցու բաց թողումը չի, այդպես չի լինում, մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, դա պիտի լինի, եթե հայ առաքելական եկեղեցու պետությունը համախմբված աշխատեն, իսկ դա մեր երազանքն է, համախմբված աշխատեն, դա կլինի երկրի հաղթանակը։ Լսենք, մենք զանգեր շատ ունենք Տիկին Մանուկյան, լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Տիկին Պետրոսյան, Տիկին Մանուկյան, ողջունում ձեզ նոյնտապանի եթերում, շնորհավորում եմ ձեր գրքի շնորհանդեսի հետ կապված, ես վերջին անգամ նշեցի ինչ կարևոր գիրք է դա մեր հայ հերոսների մասին, թե ինչ կարևոր դեր են կատարել մենք պատմության ընթացքում, բայց իմ հարցը եկեղեցու հետ կապված է, Տիկին Մանուկյան, մենք տեսնում ենք, որ կաթողիկոսին ընդդիմանալու որպես գործիք օգտագործում է այդ Արամ քահանան եւ մի կողմից էլ նա հերոսացվում է, կարծեք թե իշխանավորների, իշխանամերձ այդ ժողովրդի կողմից լուրերում տարածված այդ նորությունների համաձայն Արամ քահանան նա պատկերացնում է Կադիրովին Չեչնիայի որպես Հայաստանի ղեկավար։ Նա ասել է դա նախկինում, նա ասում է դա հիմա հաստատել է Տիկին Պետրոսյանը որպես լրագրող կհաստատի դա։ Այո, մի փոքր ավելի պակաս հայտնի է, բայց նա նաև դու կարող եք Google-ով գտնել 19 թվականին հեղափոխությունից հետո
իշխանավորներին հենց վարչապետին անվանել է ոչխար, իսկ մյուս ղեկավարներին, այդ իշխանավորներին, քվեականներին Սորոսի զավակներ, ավելի կոպիտ բառ է օգտագործել։ Հարցը այսպեսին է, արդյոք մենք փոխում ենք եւ գիտեք Ռամզան Կադիրովը վերջերս Չեչեն մի կնոջ սպանեցին հավանականությամբ Կադիրովն էր ուղարկել այո արդյոք մենք հիմա փոխում ենք մի ռուսամետի կաթողիկոսին կամ նրա շրջապատին մեկ այլ ռուսամետ բռնապետիկով այդ արամով եւ արդյոք ճիշտ է աստվածացնել կամ հերոսացնել մի մարդու ով տեսնում է Հայաստանում Կադիրովին, ով հեղափոխականներին անվանել է նման վատ բառերով։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Այո, ասում է ես ուզում եմ տեսնել Կադիրովի նման ղեկավար իմ հայրենիքում։ Ես Արամ էր անունը այդ Արամ Քահանան։ Դա ամեն դեպքում արդեն կարգալույց է, Ստեփանով պետք է, բայց լավ, ժողովուրդը նրան այդպես գիտի։ Դե գիտեն ժողովուրդ նրանք ովքեր որ միշտ եղել են իր պատարակներին, իր այդ արարողություններին, նրանք ավելի լավ կարծիք ունեն իր մասին, ավելի ճիշտ։ Անվորոն մենք տեսանք տեղաբնակների մոտեցումները լրագրողներին անպատվելով, վիրավորելով թույլ չէին տալիս նույնիսկ նկարահանումներ անել։ Իսկ ինչ վերաբերում է, այո, ես ինքս էլ տեսա այդ ամբողջ իրադարձությունը լավ ցուցադրում էին, ցույց էին տալիս։ Ցավալի է, որ լրագրողների հանդեպ եղան բավականին տգեղ կոչեր, ու գիտեք լրագրողների համար ինչու եղավ, որովհետև լրագրողները այս տարիների ընթացքում ապացուցել են, որ ինչ որ մեկի կողմից են աշխատում, անկողմնակալ չեն։ Հենց դրա համար իրենց դեմ են տրամադրում։ Նույնը ժողովրդին ցանկացած մեկին վերցնենք մի փոքր երեխա, եթե մի քիչ կոպիտ են լինում հետը, նա տրամադրվում է, սիրով են լինում, լավ է տրամադրվում։ Նույնը ժողովուրդը լավ էր տրամադրվել, թե վատ էր տրամադրվել, դա իրենք իրենց մեջ պիտի փնտրեն։ Ինչու լավ տրամադրվեցին կամ ինչու վատ։ Հիմա կաթողիկոսին ինչու են վատ տրամադրվել։ Իր մեղքերն ունի, իր բաժին սխալներն ունի։ Ես չգիտեմ, եթե ես նեի կաթողիկոս չլեի մի քանի անգամ կաթողիկոս, ես անմիջապես կասեի, եթե երկրի համար սա ինչ որ ընդվզման կամ ատելության քարոզի չգիտեմ ինչեր են չէ, դա իրենց ասելով ինչ որ մի խմբակի գործողություններ է։ Դե ձևակերպում մի բան է, որ այսօր ես դա այդպես չէի ասի, դա ձևակերպում է, ես դրա համար ասում եի ամենալավ բանն էլ ձևակերպել ու շատ բան է կապված եւ ամենավատ բանը։ Նայած ինչպես է ձևակերպում, ինչու ես մեկնաբանում։ Դրա համար ամենազգայուն տեղին են կպել եկեղեցուն, կրոնին, հավատանքին են կպել, դա ամենապարակտիչ ձևն է, որ կարող են երկիրը պարակտել։ Մի ռուսամետին փոխարինում ենք մեկ այլ ռուսամետով։ Ամենամեծ վտանգը, այո, ամենամեծ վտանգը, ոչ Կադիրով, ոչ մի ուրիշ չգիտեմ ինչով ու ինչ սկին չեն կարողանա Հայաստանում լինել այն ղեկավար, ինչ որ ժողովուրդն է ուզում։ Իսկ հերոսացնել պետք է այս քահանային կարգալույց եղած քահանային։ Գիտեք, հիմա ես մի բան եմ գրում, մի շատ հետաքրքիր։ Դու գնալու եք մասնակցելու եք պատարագին։ Չգիտեմ կգնամ թե չէ, հիմա կպատասխանեմ նաև դրան։ Այսինքն ինչը փոխվեց, դուք ասում եք գնալու ենք։ Չէ, գնալու ասենք այնքան որտեղ որ ժողովուրդը կա։ Ես ժողովրդի կարծիքից պետք է մտնելու եք մասնակցեք։ Եթե չգնամ այդ պատարագին կգնամ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, որտեղ էլի ժողովուրդ կա։ Ես դրա համար եմ ամիս 2 անգամ գնում եմ, որտեղ ժողովուրդ կա, ու պատարակն է, ու դա արդեն հիմա արդեն 2 տարի է, եթե ոչ ավել, այդ կարծիքների բախումները կան։ Կարևոր չի ժողովուրդը որտեղ է կանգնած։ Ասում է Հիսուսն ասում է, չէ, 2 հոգուց ավել որտեղ կանգնել իմաստն է խոսում, ես ներկա եմ։ Հիմա լեփ-լեցուն է լինում բանի Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցին։ Այնտեղ էլ մարդիկ են։ Ժամանակը բավարարեք գնամ, եթե տարբեր մասա է, նրանց կարծիքներ կիմանամ, եթե չէ ես կլինեմ Սուրբ Սարգիս եկեղեցում, էլի մարդիկ են, որտեղ կա ժողովուրդ, որտեղ կա կարծիք, որոնց կարծիքը շատ ավելի թանկ է, քան հայտարարած ցանկացած մի հոգևորականի կամ իշխանավորի։ Ես նրանց հետ ժողովրդի հետ ավելի լավ եմ որովհետև ամեն ինչի համար պատասխան տալիս է ժողովուրդը, կռիվ գնում է ժողովուրդը, երկիրը եթե մի բան է լինում ժողովրդին է լինում, ամեն ինչ լինում է ժողովրդի համար, ու ժողովուրդն է անում։ Եթե ժողովուրդը իտեր չկանգնի իր երկրին, ոչ մի իշխանավոր չի կարող կանգնել, ոչ մի հոգևորական չի կարող կանգնել։ Դրա համար ինձ համար շատ թանկ է ժողովուրդը, ինձ համար շատ թանկ է ընթերցողի կարծիքը։ Ես չգիտեմ ովքեր են ընթերցողները, բայց նրանց կարծիքը ինձ համար շատ հետաքրքիր է։ Տիկին Մանուկյան, ամեն դեպքում եկեղեցու հետ կապված իրադարձություններին մենք կհետևենք, եթե ժողովրդից ենք խոսում, ներողություն, խոսենք համայնքների մասին,
Ընդդիմադիր համայնքապետերը հայտնվում են բանտում, կալանավորվում են, ինչպես է այս ամենը գնահատում եւ աղաշապատում լինելու են ընտրություններ։ Ընդ որում քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ Գյումրի 2 այլևս թույլ չեն տալու։ Ես դրան համամիտ եմ, Գյումրի 2 ես միշտ եմ ասել, դուք հիշում եք։ Իսկ ինչ ձևով թույլ ընտրությունների, չգիտեմ թույլ կտա թե չի տա կամ ձևերը ինչ կարգի ինքը մշակել է, բայց դուք հիշում եք, ես Գյումրի ընտրությունների ժամանակ ասում էի միայն ոչ ռուսամետ ուժերը։ Եթե ես ասում եմ ռուսամետ կամ ընդհանրապես ռուս բառն եմ օգտագործում, ես խնդրում եմ եւ ունկնդիրներին եւ լստող բոլոր նրանց հավատացեք, որ ես դա խոսում եմ Կրեմլի համար, ոչ ժողովրդի։ Ես սովետական խորհրդային ժամանակվա կրթություն ստացող մարդ եմ, ես շատ լավ գիտեմ ռուսական մշակույթը, դասականերին, նրանց ընդհանրապես ամեն ինչ ուղնուծությամբ լավ գիտեմ ու ես տրամադրված չեմ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի նկատմամբ։ Ես Կրեմլի վարած քաղաքականության հետ եմ կապում։ Եվ ես լավ հիշում եմ իմ խոսքերը, ասեցի, եթե ընտրել են դրանից հետո գնացիք ու ընտրեցիք Պերմյակովին, երբ որ ընտրվեց Վարդան Ղուկասյանը, որովհետև այնտեղ ինչ որ կատարվել էր մի ամբողջ հայ ընտանիք անմեղ մտնեն տունը նոր տարվա օրով ու սպանեն ու այդպես հաշվեհարդար տեսնեն, հայ ժողովուրդ չգիտես ինչի համար էլի, դրա ոչ անուն, ոչ բացատրություն կար ու գնալ նրանց ընտրել, ես դա եմ ասել ու հիմա էլ դեմ եմ։ Ճիշտ են ասում, որ եթե դա կլինի իշխանություն, կլինի ժողովուրդ, ով ուզում լինի, եթե կասեն այդ Գյումրի 2 պետք է լինի, դա ամենամեծ վտանգն է։ Ամենամեծ վտանգը։ Ինչու՞ մտանգավ որովհետև մեր ազգային գաղափարախոսությունը ոչ մի երկրի հետ պիտի կապ չունենա, ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա, ոչ Ամերիկա, ոչ մեկի հետ։ Ազգայինը լինում է միայն մեզ համար։ Մեզ համար մենք ունենք գաղափարախոսություն, եթե չկա, ես մի անգամ, երկու անգամ կարծեմ կրկնել եմ, խնդրում եմ վերցրեք Գարեգին Նժդե եւ ազգային գաղափարախոսությունը մարդը գրել է, գրել այնքան լավ գաղափարախոսություն, այդ գաղափարի շուրջ միավորվենք, տեսեք ինչքան հրաշալի երկիր կունենանք։ Իսկ ինչի է լինում այդ ձերբակալությունները, դրանք ինչ որ ինչպես եք բացատրում, ընդ որում Մասիսի քաղաքապետը հաջորդ օրը տեսանք Բյուրեղավանի քաղաքապետի լիազորությունները, համայնքապետի լիազորությունները դադարեցվեցին եւ եթե հետ գնանք Գորիսի քաղաքապետ մի խոսքով Ալավերդի Վանաձոր այսպես ես աղոթում եմ Աստուն համբերությունս բավարարի տեսնեմ դատական process-ները ոնց կգնան ես դա թողնում եմ իրավաբաններին թող նրանք դատեն ու բացատրեն ժողովրդին ինչի համար ինչ հիմքով Ինձ հուշում են որ մեզ շատ քիչ ժամանակ է մնացել Տիկին Մանուկյանի ուզում եմ լավ նորից կհետևենք վաղը շաբաթի ընտրություններն էլ արդեն բավականին մոտ են մի երկու շաբաթվա ընթացքում արդեն պարզ կլինի Եվ հասկանանք բանակի ժամկետի կրճատման մասին դուք ինչ կարծիք եք։ Ես լավ կարծիք չունեմ դրա մասին։ Ընդ որում այրերը գրել էին, չեմ կարող հիշել թե ով, որ ամեն դեպքում Նիկո Փաշինյանը սա էլ այս բեռը թողեց մայրերի վրա հայտարարելով, որ մայրերի սրտից որոշումներ է կայացվում։ Իսկ եթե մնա մայրերին, մայրերը ընդհանրապես չեն ուզի, որ իրենց որդիները գնան ծառայության, այն էլ դրա համար չպիտի մայրական սրտից, ես ինքս մայր եմ երեք որդիներ եք ճանապարհի եւ ծառայության եւ պատերազմի բանակ են գնացել եկել փոքր 44 օրային կամավոր է գնացել եկել բայց ստապ դատողությունը ասում է որ սրտով չպետք է երկրին մոտենալ գաղափարով պիտի մոտենալ մտկով պայծառ մտկով որ երկիր կարողանանք պահել այնպես որ մայրեր ջան քույրեր ջան ինչ ասեմ բոլորիդ առաջ խոնարհվում եմ նախ մայր լինելու համար եւ այդպիսի որդիներ ունենալու համար որ կարող են հայրենիքի պաշտպաներ լինել եւ ես դեմ եմ այդ կրճատելուն ժամկետը կրճատելուն դեմ եմ մենք փոքր ազգենք ես ընդհակառակ ուրախացել եմ որ շատ աղջիկներ գնում են բանակ Իսրայելում ցենտեղ կարծես թե պետականորեն բոլորը պիտի գնան մենք քիչ ենք փոքր ենք փոխարեն ավելի շատացնենք պրոֆեսիոնալ բանակ պայմանագրային դա զինծառայողների քանակն է ավելանում Սուրեն Պապիկյանն ասեց թող ավելանա ես ինչքան շատ զինվորական գործի մեջ մարդիկ լինեն այնքան ես ուրախ կլինեմ նկատի ունեք սա կարելի է այս ծրագիրը իրականացնել պարզապես մի քանի տարի հետո երբ իրոք խաղաղություն կլինի երբ կամրանանք ահա ուրեմն Մարի ջան ես ասեմ իմ հետևորդների թող իմանան ես միայն այն կարծիքին եմ որ քանի դեռ արդարությունը չի հաղթել խաղաղություն չի լինի անկախ այն բանից ես հայ եմ ես գիտեմ որ մեր պատմությունը արդարության պատմություն է կուզեք խեղճ ու կրակ ասեք կուզեք պարտություններ շատ բաներ կարող են գրել դրա մեջ դա մի բան մի այլ խոսակցություն բայց երբ որ արդարությունը հաղթում է ես չեմ ուզում հիմա Թրամփի մասին խոսել խաղաղության Նոբելյան մրցանակի ու դրա հետ կապված գրում եմ դրա հետ կապված ինչ որ բան խաղաղություն կարող է լինել արդարության հիման վրա կեղծ օրակարգով խաղաղություն չի կարող լինել դա շատ խախուտ դա ժամանակավոր բան է եթե անարդարություն է հաղթել չի կարող այդպես խաղաղություն լինել անարդարության հաղթանակը կործանարար է
Ամեն դեպքում անարդարության հաղթանակը կործանարը ու հանկարծ ասել գիտեք այս վիճակը նորմալ է, ես դրան չեմ հավատում, չեմ վստահում։ Պետք է որ մեր համախմբվածությունը բերի այն ազգային գաղափարի այդ ուղղությամբ աշխատեն բոլորը մեր Վազգեն Վեհափարն ասում էր ավելի լավ է օրը մեկ մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարից։ Եվ բոլոր նրանք ովքեր ոչինչ չեն անում, ամենաշատ նրանք են մունատ գալիս։ Խանգարում են գործարողին, փնովում են, չեն գնահատում, երբ որ չի գնահատվում արածը, մի տեսակ ջուրն են գցում։ Դա երկրից ինչ որ բան է տանում։ Եթե դու գիտես ու քո խոսքին մեկը լսում ու հավատում է, դու արդեն պարտավորված ես զգում այդ մարդու առաջ ճիշտ անկեղծ լինելուն, ոչ թե խաբելուն, ինչ կադիրով, ինչ չգիտեմ ով, նա պիտի լինի հայ, պիտի լինի ազգային գաղափարախոսությամբ ծնունդը, նա պիտի լինի այն մարդը, ումը որ պետք է բոլորը հավատան, եւ եկեղեցին, եւ եկեղեցու հավատացող մարդիկ, եւ ամբողջ ժողովուրդը պետք է հավատա մի մարդու, ոչ միայն չեմ ասում էլի այդ անհատի մեկին էլի ամբողջ իշխանությանը, որը կառավարության մեջ մտնում են մի քանի հոգի եւ ես գիտեք միշտ եմ ասել ու կուզեի որ լուստրացիաներով գնային բոլոր նրանք կառավարություն ովքեր որ այո անցել են այսպես մանրադիտակի տակով ոչ մի վատ անցյալ չունեն ոչ մի վտանգ իրենցից չեն ներկայացնում որտեվ մենք տեսանք ինչ կատարվեց պատերազմի ժամանակ այնքան մարդիկ որ մտածում ենք ահա լավ է որ սա այնտեղ են պարզվեց որ դավաճաներ դուրս եկան Տիկին Մանուկյան, հետևենք զարգացումներին, հաջորդ անգամ երբ հանդիպենք, ես կցանկանայի տեսնեմ ձեզ հետ զրուցել թոշակների հետ կապված վերջին հայտարարությունները, ամեն դեպքում դրանք սոցիալական խնդիրներ են, արցախցիների խոստացան պետբյուջեի շրջանակներում գումարները հատկացնել իրենց սոցիալական եւ բնակարանային խնդիրները լուծելու համար, ամեն դեպքում զարգացումներ կամ կլինի Ֆրանսիայից կվերադառնա նաև Նիկոլ Փաշինյանը, տեսնենք հետևանքները եւ հաջորդ անգամ մեր հաղորդման շրջանակներում կցանկանայի լսել նաև ձեր կարծիքները, ընդ որում երեխաների միանվագը գումարների մասին փոփոխություններ եղավ։ Մի խոսքով այս ամենը տեսնենք այս թոհուբոհ սոցիալական այս իրավական դաշտում ինչեր են դա սոցիալ-նախարարության մասնագետը կարող է խոսել, ես էլ իմ կարծիքը կարող եմ ասել, շատ ափսոսում եմ, որ միշտ հեռանում ենք մշակույթից, միշտ չեմ կարողանում մշակույթի մասին խոսել, իմ ամենացավոտ տեղն է։ Կարծում եմ հաջորդ անգամ կհասցնենք նաև դրա մասին խոսել։ Թատրոններին վատ խոսք ասելու հիմքեր ունեմ։ Այսպես հասցրեցի ասել, դա հաջորդ հաղորդման ավելի մանրամասն։ Եղավ Տիկին Մանուկյան, շնորհակալություն եմ հայրում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։